Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սպիտակում Հայաստան դաշինքի գրասենյակում խուզարկություն է իրականացվել, ինչպես է արձագանքել դաշինքը։ Ինչ ընթացք ստացավ Տիգրան Ավինյանի 20-ամյա աղջկան ֆոտոխցիկ նվիրելու գործը։ Ահազանգ դպրոցներից դասերը կրճատվել են քաղաքական միջոցառումների պատճառով, ինչպես է մեկնաբանում Մարդու իրավունքների պաշտպանը։ Բաքվի բանտից նոր ուղերձ է հղել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչ է նա պատմում իր դատավարության և դատարանում տեղի ունեցող խախտումների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սին Ցզինփինը սկսել են բարձր մակարդակի բանակցություններ, ինչ են քննարկելու կողմերը։ Նախընտրական լարվածությունը շարունակվում է։ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է իրականացվել։ Դաշինքի ներկայացուցիչների փոխանցմամբ մեկ անձ ձերբակալվել է և տեղափոխվել Երևան։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեծ հետ զրույցում հաստատել է, որ գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում։ Դեպքին արձագանքել է Հայաստան դաշինքը, հայտարարելով, որ իրենց գրասենյակի շուրջ կատարված գործողություններն ու թիմակիցների նկատմամբ գործընթացները անակնկալ չեն իրենց համար։ Դաշինքը պնդում է, որ այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն, և իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։ Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։ Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը, մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։ Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին, մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։ Մինչ ընդդիմությունը խոսում է ճնշումների մասին, հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ուսումնասիրել նաև մեկ այլ աղմկահարույց դեպք։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ նվիրելու պատմությունը։ Կոմիտեից մեզ հայտնել են, որ գործը դեռ ուսումնասիրության փուլում է։ Հիշեցնեմ, որ մայիսի 8-ին Ավինյանը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Լիլիթին նվիրեցի խոստացված ֆոտոխցիկը»։ Իդեպ, հենց այդ օրն էլ մեկնարկել էր քարոզարշավը։ Ըստ օրենքի, քարոզարշավի ընթացքում թեկնածուներին և նրանց ներկայացուցիչներին արգելվում է ընտրողներին նվիրել կամ այլ աջակցություն տրամադրել։ Բացառություն են միայն մինչև 3000 դրամ արժողությամբ քարոզչական նյութերը։ Իսկ տեսախցիկի արժեքը ըստ մասնագետների կարող է հասնել մի քանի 100,000 դրամի։ Բարեգործության արգելքը խախտելու դեպքում օրենքը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Վերջերս ավելի մանրամասն անդրադարձել էինք այդ դեպքին, ռեպորտաժը կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում։ Ընտրական գործընթացների վերաբերյալ խախտումներ արձանագրվել են նաև մարզերում։ Ահազանգերի համաձայն Արագածոտնի մարզի մի քանի դպրոցներում դասապրոցեսներ են կրճատվել ու իսկ ուսուցիչներն ու աշակերտները կազմակերպված գնացել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հանդիպումներին մասնակցելու։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ Արագածոտնում արձանագրված դեպքերով քննություն է սկսվել։ Դասարաններից քարոզարշավ Արագածոտնի մարզում դպրոցները հայտնվել են քաղաքական սկանդալի կենտրոնում։ Ահազանգերի համաձայն մի շարք դպրոցներում դասերը կրճատվել են, իսկ ուսուցիչներին ու աշակերտներին կազմակերպված տեղափոխել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հանդիպումներին մասնակցելու։ Վերջին շաբաթներին կրթական հաստատությունները քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու մասին ահազանգերը բազմապատկվել են։ Թեմային անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով, որ արդեն 3 դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ստացել։ Ստացել ենք 3 ահազանգ ուսումնական հաստատություններում, դպրոցներում և բուհերում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են, ով չի հասկացել, կհասկացնենք։
Լրատվամիջոցները ֆիքսել են ինչպես են ուսուցիչներին խմբերով տեղափոխում հանրահավաքի վայր։ Մասնակից ուսուցիչներն էլ չեն հերքել, դասերն ավարտին չեն հասցրել ու եկել են քարոզարշավի։ Երեմիկ Դեմիրճյանի անվան տիպ 1 մշտական դեպք։ Ապարանին է թե Հա, ապարանի տարածաշրջանի։ որ բնակավայրի։ Արագած գյուղի։ Երբ են տեղեկացրել, որ հավաք է լինելու եւ պետք է գաք։ Մենք գիտեինք շատ վաղուց գիտեինք, որ 13-ին լինելու է ապարանը։ Հիմա դպրոցը արձակուրդում է, դուք արձակուրդում եք։ Չէ, մենք հարմարացրել ենք մեր ժամերը եկել ենք։ Դասապրոցեսները կիսատ ենք թողել, եկել ենք մեր արևին դիմավորելու, ասել է նույն մարզի մեկ այլ դպրոցի ուսուցչուհին։ Մեր հավատալի մարդուն, որ շատ բան արեն ես համար, շատ շնորհակալություն, Աստված նրան երկար։ Դուք դպրոցում որպես ուսուցչուհի, որ առարկա։ կերպարվեց տեխնոլոգիա երաժշտություն։ Այդ ձեր գոլեգաները ասացին այսօր մի փոքր կարճ են արել, կես ժամ են դասարել, դուք էլ եք կարճ արել։ Այո։ Բայց հիմա կասեմ, որ դա խախտում է դասի ժամին եկել եք։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կրճատեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, Հանուն Փաշինյանը։ Ուսուցչուհու խոսքով տնօրինությունը դեմ չի եղել, ավելին մասնակցությունը նախապես կազմակերպվել է, իսկ համայնքապետարանը նույնիսկ տրանսպորտ է տրամադրել։ Դե եթե մենք վարչապետին որ գալիս ենք դիմավորելու ու իրենք մեզ պետք է պատասխանատվության ենթարկել, թող Երեխաները ուսում են, ուզում են։ ոչ ինչ չի խանգարել, ուսումի համար մեծ բան է արել վարչապետը մեզ։ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել հարցին, թե նորմալ է համարում դասապրոցեսները խանգարել ու քարոզարշավի բերել ուսուցչական անձնակազմին։ Պարոն Փաշինյան, նորմալ է, որ դասի ժամին ուսուցիչները, աշակերտները եկել են քարոզարշավի։ Մի վարք են կներեք։ Փոխարենն արձագանքել է կրթության նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարեց Արագածոտնում արձանագրված դեպքերով քննություն է սկսվելու։ Այսօր մայիսի 13-ին Ապարան քաղաքում Արագած եւ Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ եւ աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։ Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն, պարզելու դեպքի մանրամասները եւ կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաեւ իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու նպատակով։ Մասնագետները տեղի ունեցածը վարչական ռեսուրսի կիրառման հերթական օրինակն են համարում։ Սա իսկապես վարչական ռեսուրսի օգտագործում է, կարելի է ասել չարաշահում է, շատ կոպիտ ձևով ոտնահարելով մեր երեխաների եւ ընդհանրապես մեր հասարակության կրթության իրավունքը։ Նման բան ուղղակի չի թույլատրվում եւ այն մարդիկ, որոնք ներգրավված են այս ճակերտներում, ասենք, հանցագործության մեջ, պետք է պատժվեն։ Իշխող ուժի падգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ պնդել է, առաջին անգամ է լսում, թե ուսուցիչները դասաժամերը կիսատ են թողել ու մասնակցել իրենց քարոզարշավին։ Ես չգիտեմ դուք ինչ տվյալների մասին եք խոսում, հետևաբար կամ այս բան արդեն շատ լավ, երբ ծանոթանամ այդ ժամանակ կարող եմ դրա մասին կոմենտ տալ, բայց բնակավայրում արդեն չէ, ներեցեք, ոչ հաջորդ բնակավայրում, որովհետև մենք մեր քարոզարշավն ենք անում, բայց խիստ արգելված է եւ վարչական ռեսուրս որևէ անգամ չի կիրառվել եւ չի կիրառվելու։ Ականատես դիտորդական առաքելությունն է անդրադարձել միջադեպին։ Առաքելությունը պարզել է, ով է կազմակերպել ուսուցիչների ու աշակերտների մոբիլիզացիան։ Առաքելության դիտորդները փաստել են, որ երեխաների եւ աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ եւ հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։ Առաքելությունն արձանագրել է նաեւ մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես Գնթունիք ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։ Ընդ որում, խոսքը միայն դպրոցների մասին չէ։ Քարոզարշավին մասնակցել են նաև համայնքապետարանների, մարզպետարանի եւ մշակույթի կենտրոնների աշխատակիցները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դեպքին անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի քաղաքական միջոցառումներով։ Անահիտ Մանասյանի խոսքով երեխաների մասնակցությունը հանրային գործընթացներին կարևոր է, սակայն դա չի կարող իրականացվել դասապրոցեսի հաշվին։
օրինակ, հա, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաեւ քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաեւ բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված է որևէ հանգամանք հարկադրանքի մեջ ներառի եւ այլն, բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ process-ն է ուսումնասիրում։ Անահիտ Մանասյանը խոսել է նաև ատելության խոսքի տարածման մասին եւ ընդգծել. Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ ատելության խոսքի տարածվածությունը որոշ չափով նվազել է, սակայն այն ամբողջությամբ չի վերացել հասարակական խոսույթից։ Որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են եւ ես կարծում եմ, որ դրանում կարևոր դերակատարություն է ունեցել թե մեր, թե մի շարք այլ դերակատարների, այդ թվում ակտիվ հրապարակային խոսքը հակազդեցության այս հարցերի հետ կապված, բայց իհարկե որպես մարդու իրավունքների պաշտպան չեմ կարող հատուկ չշեշտադրել, որ նույնիսկ խոսքի այն տեսակները, որոնք միգուցե օրենքի տեսանկյունից պատժելի չեն այսպես ասած, բայց դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակներում, թե ձեր նշած արտահայտությունները, թե մի շարք այլ արտահայտություններ կլինեն, ես կոչ եմ անում նորից հորդորում եմ ուղղակի չօգտագործել քաղաքական գործիչներին, որովհետև դարձյալ հատուկ կրկնում եմ, նույնիսկ եթե օրենքի տեսանկյունից դա պատժելի չէ, դա ընդհանուր միջավայրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Բաքվի բանտից ուղերձ է հղել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա իր հայտարարության մեջ նշել է, որ ընթացող դատական գործընթացը իր գնահատմամբ սովորական դատավարություն չէ, այլ քաղաքական բնույթի հետապնդում։ Բաբայանի խոսքով դատավարությունն ունի էթնո-քաղաքական վենդետայի բնույթ։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, չեք պատկերացնում։ Եվ այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկա եւ ապագայի։ Մի ոտա, որ ինձ առաջինը ճանաչեց ճակերտներում, դա այն էր, որ ինձ ասեց, որ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էր ինձ, խոստանգում էր, այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ ուրեմն պաշտպանս ասեց, որ նա ինքը չի, սա իրեն անպատվեց հայ համարից, հետո տեսավ, որ իրավիճակը բարձրացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել մեր քննության ժամանակ նախաքննության։ Բերեցին եւ ցույց տվեցին, որ ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, որը ուրեմն զենք էր վաճառում, ես ասեցի այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյանը պատրոն Դավո կոչված անձ է, բայց խնդիրը նա է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 հատ վկա վկայություն են տվել եւ անձամբ ուրեմն իքրեստե տեսել են իրեն։ Իհարկե, երբ որ ես պատմեցի, նրանք խառնվեցին, հետո գնացին մոտ 2 ժամ հետո եկան, ասեցին փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Գալստյան Դավիթի կյանքը։ Չգիտեմ ինչու են փրկել, սա է։ Իրավիճակը այդպիսին է։ Բաքվից հնչող այս հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Նրա խոսքով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտվում է որպես խաղաղության եւ կայունության հասնելու ճանապարհ։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը սեփական փորձից ելնելով բախվել է հակամարտության հետևանքներին, այդ թվում ականապատ տարածքների խնդրին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է գործակցության եւ տարածաշրջանում նոր հարաբերությունների ձևավորման գործընթացին։
Իսկ Հայաստանն ու Թուրքիան սկսում են ուղիղ առևտուր առանց արգելքների։ Երևանն ու Անկարան արտգործնախարարությունների մակարդակով հայտարարություններ են տարածել նախապատրաստական աշխատանքի ավարտի մասին, սակայն սա նշանակում է, որ այսուհետ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքներ ներմուծել անմիջապես իրենց անունով առանց միջնորդների։ Պատրաստ է արդյոք Հայաստանը դիմակայել թուրքական կապիտալի հոսքին, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց առևտրի դուռը բացում են։ Այս փսփսոցից մեկ օր անց միայն գրեցին welcome-ի տեքստը։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Հայկական շուկայի համար թուրքական ապրանքները նորություն չեն։ Տարիներ շարունակ դրանք տարբեր ուղիներով հասել են Հայաստան։ Սակայն հիմա սահմանափակումները պաշտոնապես թուլացնելով եւ լրացուցիչ զսպող մեխանիզմները չունենալով մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում հայ արտադրողների համար։ Հարութ Առաքելյանն է մանրամասնում։ Այս նախընտրական շրջանում սպասելի էր նման քայլ Թուրքիայի կողմից ու դա երբ փաստագրված չի դեռ պայմանագրեր մենք չունենք, երաշխիքներ չկան, թե տնտեսական, թե քաղաքական, դա հիմնականում տնտեսական էքսպանսիա է Հայաստանի հանդեպ, Հայաստանի դեմ, որտեղ մեր փոքր արտադրությունը, որ այս պահին ունենք, թե գյուղատնտեսական ոլորտում եւ թե ասենք այլ ոլորտներում, հիմնականում խոցելի են դառնալու թուրքական էժան ապրանքի մուտքի պատճառով։ Խաղաղության քողի տակ Անկարան գործարկում է կապիտալի զենքը եւ պատահական չէ ընտրված ժամանակահատվածը, նկատում է Հարութ Առաքելյանը։ Ինչու 8 տարվա ընթացքում հենց հիմա ընտրությունից հաշված օրեր առաջ են նման համաձայնության գալիս։ Թուրքիայի արտգործնախարարությունը այսպես է մեկնաբանում։ Նոր ներդրված կարգավորումների շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից Հայաստան երրորդ երկրով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները որպես վերջնական նպատակակետ կամ ծագման վայր նշել Հայաստանը, Թուրքիան։ Թուրքիան նախընտրական փուլում նվեր է անում Նիկոլ Փաշինյանին, ընդգծում է Առաքելյանը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը եւս կասկած չունի։ Եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, ավելի ճիշտ, եթե մենք հավատանք Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին, այդ խաղաղությունը այլևս հաստատված է։ Ու եթե հաստատված է, ինչու Թուրքիան ուղղակի չի բացում իր սահմանները Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ այս խորհրդանշական այս քայլը ընդհանրապես կառուցված է մի նպատակով, որ նախընտրական մի իմպուլս ուղարկեն, որով ցուցադրեն իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Հարութ Առաքելյանի խոսքով Թուրքիան վերացնում է առևտրի արգելքը, բայց պահպանում է սահմանի ցամաքային եւ դիվանագիտական բլոկադան, ապացուցելով, որ նպատակը ոչ թե քաղաքական բարիդրացիությունն է, այլ զուտ ապրանքային էքսպանսիան եւ փող աշխատելը։ Բայց Անկարան այսպիսով ավելի ընդգրկուն հարց է լուծում։ Երբ տարածաշրջանում անվտանգային վակուում է տեղի ունենում, սա դարավոր այսպես է եղել Հարավային Կովկասը։ Հիմնականում Հարավային Կովկասը 3 գերտերությունների մրցակցության դաշտն է։ Իրանի, ժամանակի Օսմանյան կայսրության կամ Բյուզանդյան կայսրության եւ արդեն հետո Ռուսաստանի։ Հիմա Իրանը զբաղված է իր խնդիրներով, Ռուսաստանը իր խնդիրներով, որոնք երկուսն էլ առաջացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դրդմամբ։ Հետևաբար մնում է տարածաշրջանում Թուրքիան, որ այս վակուումը պիտի լրացնի։ Եվ որովհետև Թուրքիան նաև պետք է Միացյալ Նահանգներին միջին միջանցքը վերջնականապես գործարկելու համար։ Բարձրացրած խնդիրները հաշվի առնելով զրուցակիցներս նշում են, հարևան պետության հետ չեն կարող շարունակ փակ սահմաններով ապրել, բայց կան կարևոր ու զսպող մեխանիզմներ, որ պաշտոնական Երևանը պետք է ձեռնարկի։ Այն պահից, երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կգնահատի աշխատելով արտգործնախարարության եւ ազգային անվտանգության ծառայության միասին, որ տվյալ երկիրը
այլևս չունի համակարգային հայատյաց քարոզչություն, հետևաբար չի կարող ունենա ինչ որ չարամիտ գաղտնի պլաններ կապված երկրի կլանման, չգիտեմ, տնտեսական ագրեսիայի կամ այլ տեսակի ագրեսիաների առումով, այդ երկրի մասին, այդ երկիրը սովորական երկրի կարգավիճակից կբարձրացվի բարեկամական երկրի կարգավիճակի։ Գործող իշխանությունը այդ քայլերը չի կատարելու, նշում է Լևոն Զուրաբյանը։ Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները ունեն բավարար կամք դիմագրավելու թուրքական էժան կապիտալի կենտրոնացված եւ ագրեսիվ ալիքին, թե Վրաստանի օրինակին հետևելով նախ կուլ կգնան, հետո կփորձեն վերականգնման, զսպման մեխանիզմներ կիրառել։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվրոպական միությունը ողջունել է Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների մեկնարկը որպես նշանակալի իրադարձություն։ Ըստ միջազգային կառույցի այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի ԵՄ-ի վրա։ Պեկինում մեկնարկել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների բարձր մակարդակի երկօրյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են միջազգային անվտանգության եւ տնտեսական հարցեր։ Հանդիպման մեկնարկին Չինաստանի նախագահ Սին Ցзինփինը հայտարարել է, որ Թայվանի շուրջ ցանկացած լարվածություն կամ անհամաձայնություն կարող է լրջորեն վնասել երկու երկրների հարաբերություններին եւ նույնիսկ հանգեցնել հակամարտության։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, բանակցությունների օրակարգում ներառված են նաեւ առևտրատնտեսական հարցեր, նաեւ գլոբալ անվտանգության թեմաներ, հատկապես Իրանի եւ Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։ Միջազգային քաղաքական զարգացումների զուգահեռ փոփոխություններ են արձանագրվում նաև Եվրոպայում։ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է հրաժարականի մասին այն բանից հետո, երբ կորցրել է իշխող կոալիցիայի հիմնական կուսակցության աջակցությունը։ Վարչապետի հրաժարականից հետո Լատվիայում սպասվում է արտահերթ ընտրություն, որը պետք է որոշի երկրի կառավարման կազմը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։